Գարնան առաջին օրվանից շինարարները ճանապարհին արագիլներն էլ սյուների վրա սկսել են հիմնանորոգման աշխատանքները, բայց երբ հերթը հասել է ճանապարհի լայնացմանը, շինարարները կանգնել են երկընտրանքի առջև, ինչպես տեղափոխել սյուները, որ չքանդվեն արագիլների արդեն վերանորոգված բները։ Արագիլները Շահումյան գյուղով անցնող 5 կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների միակ խոչընդոտն են այս օրերին։ Ավելի քան 2 միլիարդ 72 միլիոն դրամի ֆինանսավորումը կա, շինարարն էլ մարտի 1-ից տեխնիկան բերել, սկսել է աշխատանքները։ Նախ այս հատվածով անցնող ջրահեռացման համակարգն է ամբողջությամբ փոխել, մայթերի կառուցումը սկսել, հետո հերթը հասել է էլեկտրական սյուների տեղափոխմանը։ Ըստ նախագծի, դրանց տեղը ոչ թե ճանապարհի, այլ նորակառույց մայթերի եզրերին է։ Այս էլեկտրական սյունը իրա տեղում է հիմա, ոնց կար, եղել է։ Հիմա պետք է տեղափոխվի այս հատվածը, կամ շինություն կա, նրան էլ չխանգարելու համար երևի այստեղ էլեկտրիկները ավելի լավ կորոշեն, որտեղ տեղադրեն, էլի։ Դա մեր ուժերից վեր է, նրանք էլ գալիս գնում են, նրանց համար էլ է խնդիր, արդեն դրա միակ պատճառը արագիլներն են իրենց բունով, ձվադրման սեզոնն է սկսվում, արդեն իրենք էլ չգիտեն որտեղից սկսել։ Սյուները ներքևից մոտ 2 մետր հողի մեջ են, վերևից ծանր բների տակ։ Դրանցից 11-ի տեղափոխման համար չի բացառվում, որ հրավիրվեն մասնագետներ, բնապահպաններ։ Բայց մինչև արագիլների ճակատագիրը որոշելը շինարարները անգործ չեն մնում։ Մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքներ են կատարում, ճանապարհը նախապատրաստում հիմնանորոգման 5 կիլոմետր երկարությամբ հատվածը ձգվում է Էջմիածնից աշտարակ, կարևոր միջպետական ճանապարհի մաս կազմում։ Կառուցվել է մոտ 60 տարի առաջ, չի հիմնանորոգվել երբևէ։ Շատ լավ էր վիճակը ճանապարհների։ Չաս փոսեր ամեն տարի լսում էր, բայց դա հարցի լուծում չէր։ Փոսը ասֆալտով լսում է, ընդհանրապես օրերով նույն փոսը առաջանում է։ Օդանավակայան են գնում, քաղաքից քաղաք են գնում, մարզից մարզ են գնում։ Մայթերել չկար, առաջներում 65-ական թվականներում եղել է, բայց հիմա չկա, որ 10 րոպե այստեղ ճանապարհի վրա կանգնես, երևի 300 ավտո կհաշվես։ Հիմնանորոգվե, 70 քանի թվին է պատասխան, անցյալով վերանորոգվել են։ Առաջ երբին 250 բդիլնի, երեխեքի կաննատա դբրոց, ահավոր է էլի անցմանա ճանապարհը։ Մարգարա Վանաձոր Տաշիր Վրաստանի սահման ճանապարհը վերանորոգումից հետո էլ ավելի արագ ընթաց կդառնա։ Ըստ շինարարի ասֆալտի շերտը քանդելու են, նոր որակյալ ու հաստ շերտով ասֆալտապատեն։ Հիմնովին է քանդվելու, եւ ասֆալտը, եւ տակի եղած գրունտը տեղեր կան 80 սանտիմ, 60, 70 հանվում է։ Ահա, խնդրեմ, սրա վրայով 50-60 տոննանոց մեքենաներ են գնում եւ երթևեկությունը կանգնել ենք, չգիտենք ոնց անցնենք այն նախ, ինչ աշճանի ծանրաբեռնված է, էլի։ Պետք է դիմանա, եթե պետք է անեն, ասենք մի 5 սանտիմետր շերտով ասֆալտ, որ գյուղա մեջում գնական, ստեղ արվում է մոտ 20 սանտիմ, 19 սանտիմետր եռաշերտ ասֆալտ ա լինելու խճապատումից հետո։ Արմավիրի մարզում սա միակ ճանապարհաշինական ծրագիրը չէ։ 2025-ին մարզում իրականացվել է 14 ծրագիր, վերանորոգվել 53.9 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Այս տարի նախատեսված է կրկնակի ավելի։ 2026 թվականի համար հայապետական բյուջեով նախատեսված է իրականացնել 25 ծրագիր 109 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, որը իր մեջ ներառում է եւ միջպետական, եւ հանրապետական, եւ տեղական նշանակության, այսինքն մարզպետարանի ենթակայության ճանապարհներ, որոնցից 6-ը արդեն սկսվել են, 6 ճանապարհ սկսվել է, մնացածը գտնվում են ընթացքի մեջ փաստաթղթերի նախագծանախաշվային փաստաթղթերի կազմման գործընթացում եւ մրցույթների հայտարարման փուլում։ Անցած տարի մարզում նաև 5 կամուրջ է վերանորոգվել։ Գյուղատնտեսությամբ զբաղվող մարզի համար դա անչափ կարևոր է։ Եթե կա նորմալ ճանապարհ, ամբողջությամբ վերանորոգված ճանապարհներ եւ մեքենաներն են ուշ փչանում, եւ բերքն է հեշտ տեղափոխվում, եւ բնակիչների կողմից, եւ արտահանողների կողմից։ Սա արդեն Կոտայքի մարզի Բալահովիտ Աբովյան հանրապետական նշանակության ճանապարհահատվածն է։ Ասֆալտի վնասված շերտը հեռացվում է նոր ու ավելի ամուր շերտով պատելու համար։ Դարձյալ 5 կիլոմետրանոց հատված է հիմնանորոգվում։ Աշխատանքները մեկնարկել են 2025-ի օգոստոսին, 300 օր է նախատեսված ավարտի համար։ Շինարարն ասում է կհասցնեն, թեև դեռ ամենաբարդ փուլին չեն հասել։ Պտղնիի կամուրջը քանդելու, նորն են կառուցելու։ Արդեն մեծ մասը կառուցված է ստորգետնյա ջրահեռացման, շատ փոքր մասը մնացել, մայթերով ամբողջ ճանապարհի պրոֆիլը նոր վերակառուցվում է, ինչպես նաև մեջ մտնում է պտղնու տրանսպորտային հանգույցի ուղեանցը։ Արդեն քայքայվել է լրիվ, իր ժամկետը լրացել է աշխատանքի։ Դրա համար
լրիվ նոր զրոյից սարքում ենք։ Հիմքով ամեն ինչով փոխարինվելու է։ Այս տարի եւս տրանսպորտային օբյեկտների շինարարական աշխատանքներ են իրականացվելու եւ նախատեսվում է առաջիկայում Քուչակի կամուրջի շինարարական աշխատանքները մեկնարկենք, նախատեսվում է Արմավիրի մարզի Կարմիր կամրջի հիմնանորոգման աշխատանքների իրականացումը, ինչպես տեղյակ եք նաեւ ավարտական փուլում են գտնվում Հախումի կամուրջը, Խաշթառակի կամուրջները, ինչպես նաև Աղթալայի կամուրջի տեղադրման աշխատանքները։ Տրանսպորտային հանգույցների շինարարական աշխատանքներն այս տարվա ճանապարհաշինական ծրագրերի փոքր մասն են կազմում, իսկ ընդհանուր առմամբ հանրապետությունում չկա մարզ, որտեղ ճանապարհների վերանորոգման աշխատանքներ նախատեսված չլինեն։ 2026-ին կառավարության ֆինանսավորմամբ նախատեսված են ընդհանուր առմամբ 500 կիլոմետր ճանապարհների հիմնանորոգման ու միջին նորոգման աշխատանքներ։ Կառավարության կողմից ֆինանսավորում է իրականացվել շուրջ 51.5 միլիարդ դրամ։ Ճիշտ է, մեր բոլոր ճանապարհները կարևոր են, դրանք հիմնականում միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներ են, բայց կան ճանապարհահատվածներ, որոնք որ խոշոր ծրագրեր են։ Այդ ճանապարհահատվածներից են Արմավիրի մարզի Վանանդի ճանապարհը, որը շուրջ 11 կիլոմետր է, Պուշկինի Լեռնանցքը շրջանցող ճանապարհահատվածը 13.5 կիլոմետր։ Պուշկինի թունելի նախագծման աշխատանքներն ավարտված են, իսկ մինչև թունելի նորոգումը շրջանցիկ ճանապարհն է ծառայելու երթևեկության համար։ Նախատեսվում է շրջանցիկ ճանապարհի այս պահին իրականացվում է շինարարական աշխատանքները, որը կշրջանցի Պուշկինի Լեռնանցքը։ Կառավարության ֆինանսավորմամբ ամենամեծ ծրագիրն այս տարի իրականացվելու է Տավուշի մարզում։ Առաջիկայում կմեկնարկեն Ենոք-Հավան-Ջուջևան 65.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ենոք-Հավանի վարչական ղեկավարի փոխանցմամբ հողապատ ճանապարհը, որով այժմ միայն բեռնատարներ են անցնում, կվերածվի մայրուղու։ Ծրագրի բյուջեն կազմում է 14 միլիարդ դրամ։ Պլանավորում ենք մեկնարկել առաջիկայում։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրենը մարզ առ մարզ ներկայացնում է ծրագրերը։ Գեղարքունիքում Մարտունի Վարդանից 27 կիլոմետրանոց հատվածն է վերանորոգվելու, Վայոց ձորում Զառիթափ Գոմքը, Շիրակում Հոռոմ Մարտիկ Ալագյազը, ինչպես նաև Բյուրակն Մեղրաշատ 9.9 կիլոմետր երկարությամբ, Սյունիքում Խնածախ Վաղատուր 21 կիլոմետրանոց ճանապարհները կհիմնանորոգվեն։ Այս պահին նախագծման փուլում է Խնածախ Վաղատուր ճանապարհահատվածը, որը նախագծի ավարտից հետո եւս նախատեսում ենք շինարարական աշխատանքների մրցույթները հայտարարել։ Սյունիքում բացի այս ծրագրից լայն թափով կշարունակվի ամենամեծ նախագծի իրականացումը։ Հյուսիս-հարավ ծրագիրը հանրապետությունում այս պահին միակն է, որն իրականացվում է վարկային միջոցներով։ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները մեծ թափով շարունակում են ընթանալ եւ ունենք շուրջ 46% կատարողական եւ օրական միջին կատարողականը հասնում է մինչեւ 65 միլիոն դրամի։ Մենք նախատեսում ենք առաջի կիսամյակում Քաջարանի թունելի պայմանագրի շնորհումը, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները, ինչպես նաև Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հյուսիսային եւ հարավային հատվածների 24 եւ 27 կիլոմետրերի շինարարական աշխատանքների մրցույթների ամփոփման փուլում ենք, ինչպես նաև Վարգուշատի թունելի մասով բանակցություններ են ընթանում ֆրանսիական կողմի հետ։ Ճանապարհաշինական այս տարվա ծրագրերում կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահել նաև այն համայնքները, որտեղ դպրոցներ են կառուցվում եւ աշակերտների տեղափոխման անհրաժեշտություն կլինի։ Այս պահին իրականացվում է շուրջ 60 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների, մի մասի արդեն իսկ շինարարական մրցույթները հայտարարվել են, մի մասի նախագծերը ամփոփման փուլում են եւ նախատեսում ենք առաջիկայում շինարարական աշխատանքների մրցույթների հայտարարում։ Ճանապարհաշինական ծրագրերի մի մասը փոխանցիկ են։ Արկադի Չերչինյանը նշում է, անցած տարի եւս 505 կիլոմետր ճանապարհ է նորոգվել։ Մեծ մասը ամուր ու որակյալ։ Շինարարական աշխատանքների նկատմամբ խիստ հսկողություն են իրականացրել տեխնիկական վերահսկող կազմակերպությունների եւ ճանապարհային դեպարտամենտի մասնագետները։ Դրանք ավարտելուց հետո 3 տարի երաշխիքի մեջ են։ Եղել են մի քանի ճանապարհներ, որոնք չեն դիմացել խիստ ձմռան պայմաններին։ Շինարարները պարտավորվել են իրենց միջոցներով վերացնել բոլոր թերությունները։ Վարդուհի Արզումանյան, Հայկուշ Ասլանյան, Ռաֆիկ Սողոմոնյան եւ Լիլիթ Հովանիսյան, Կիրակնորյալ ուրեր։